Մի վարքյան բարևներ ձեզ։ Հիմա կսկսենք մի վարքյան միայն մի քանի էջերում դնեմ ու հետո սկսենք։ Բարևներ ձեզ, լայվն ընթանում է թե Facebook, թե Telegram ռեժիմով, Telegram-ում audio տարբերակով, Facebook-ում վիդեո տարբերակով։ Ես շատ այսպես հետադարձ կապ ստացա այս թեմայով, Իսրայելցի գեներալին Հայաստան բերելու թեմայով, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլոր արձագանքողներին։ Այսօր պարզվում է նաև Նարեկը Կարապետյան ուժեղ Հայաստանի 3 րոպեանոց վիդեոյով, որը չի կարելի հոբ համակարգերի մասին 3 րոպեանոց վիդեոներ սարքել։ Կարելի է, եթե օրինակ ցույց ես տալիս, ինչպես է Իրանի բանակը ոչնչացնում Իսրայելի հոբ համակարգը, այդտեղ կարելի է 3 րոպե նայել, հետո 3 րոպեն մի ժամ այդտենց անընդհատ նայել։ Ես մանրամասն անդրադառնալու եմ իր այս ուրեմն այդ վիդեո այդ 3 րոպեին ու բացատրեմ ինչու չի կարելի կարճ անդրադառնալ sense թեմաների Նարեկ Կարապետյան ջան ասեմ վերապահումներով երբ որ թեմային չեք տիրապետում մի ձև տվեք որ տիրապետում եք Ես հասկանում եմ, որ ձեզ խորհրդատուներ կան, ովքեր ձեզ ասում են, որ դուք ասեք են, ինչ որ դուք այսօր ասել եք, ոտքից գլուխ սխալ է։ Հիմա ես թողնում եմ միտեղ, տարածք եմ թողնում, որտեղ դա դիտավորությամբ չի արվում, որտեղ չի արվում մեր գեոքաղաքական շահերը, մեր ազգային անվտանգության շահերը ոտքի տալու համար։ Չգիտեք դրա համար եք տենց անում։ Ես հիմա հերթով անդրադառնալու եմ, սկսում ենք ուրեմն։ Բարև ձեզ հայրենակիցներ, երեք մենք ներկայացրեցինք մեր անվտանգային ծրագիրը։ Անվտանգային ծրագրի ներկայացնելուց հետո շատ մենք ներգրավել օտարերկրյա Ինձ կարող եք հղում ուղարկել, որտեղ լրատվականը չի դնում այնքան ռեկլամա, որ արդեն են բանից է անում։ Jesus։ Հələ մի վարքյան։ Հա, voilà, давайте։ Ձեզ սիրելի հայրենակիցներ, երեք մենք ներկայացրեցինք մեր անվտանգային ծրագիրը։ Անվտանգային ծրագրի ներկայացնելուց հետո շատերն են խոսում, թե ինչու ենք մենք ներգրավել օտարերկրյա պրոֆեսիոնալների հույն մասնակետի եւ հիմնականում Իսրայելի հակաօդային պաշտպանության նախկին հրամանատար բրիգադային գեներալ Զվիկա Հայմովիչ։ Պատասխանեմ։ Ամենակարևոր պրինցիպը, որը մենք ուզում ենք վերցնենք, դա զինվորի անվտանգությունն է։ Ստեղից ուրեմն ես քեզ կարճ կապեմ զինվորի անվտանգություն ասելով դու մտար պոպուլիստական Նիկոլի դաշտ, որովհետև զինվորի անվտանգություն ասելով ինքը ամբողջ ազգին քշեց թավիշ, իրականում Թուրքիան ու Իսրայելը դա արեցին, ու ես Հունաստանին ու Իսրայելին նույն էջի վրա չեմ դնի։ Այսինքն դու բազովի գեոքաղաքական ֆունդամենտալ գիտելիքներ չգիտես, ովքեր իմ էջում իմ հետ ընկեր են, ու այս ապուշությունը սրտիկել են, նեղանալ չլինի, ես ձեզ դուրս եմ շպրտելու իմ էջից։ Որովհետև այս կատարյալ անգրագիտության տակ սրտիկել ներկա ստանալ նշանակում է դուք խրախուսում եք կատարյալ անգրագիտություն, ինչպես որ խրախուսել եք ժամանակին Նիկոլին։ Ուրեմն սենց Հունաստանը Հայաստանի հետ, Հունաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ունի երկարամյա համագործակցություն, դեռևս այն ժամանակվանից, երբ կար խոսույթ Հունաստան, Իրան, Հայաստան անվտանգության եռանկյուն ստեղծելու մասին։ Հունաստան, Իսրայել կապը ավելի սերտաճել է վերջին մի քանի տարիների ընթացքում Հունաստան-Իսրայել կապը։ Դեմ գնալով երկրի ժողովրդի կամքին, բայց ելնելով ՆԱՏՕ-ում տիրող իրականության պայմաններից։ Ու դու զինվորի կյանքը ասելով, թզի տերև չսարքես զինվորի կյանքը ու քո տգիտությունը դրանով չծածկես։
Զինվորի կյանքը եղել է մինչև 2018 թվականի թավիշ, երբ որ Հայաստանի Հանրապետության բանակը եղել է տարածաշրջանի ամենահզոր բանակը։ Եվ երբ որ Ալիևը ասել է, դռները փակվում են իմ առջև եւ ինձ բոլորը ասում են ճանաչիր Արցախի անկախությունը եւ հետո քեզ հետ կխոսենք։ Այսինքն մի բանա Հունաստան մինչև այդ թվական եւ Իսրայել, մի բանա այդ թվականից հետո։ Հունաստանը եւ Իսրայելը այսօր ունեն այնպիսի որակի համագործակցություն, որը բխում է Հունաստանի սահմանափակումներից առայն, որ նա չի կարող օգտվել Իրանի, Ռուսաստանի Դաշնության կամ Չինաստանի տեխնոլոգիաներից։ Ես դրան հետո մի քիչ ավելի մանրամասն կանդրադառնամ։ Ու իրանց մասնագետները լավագույնը չեն հակաօդային պաշտպանության համակարգերի գծում։ Այդ էլ կբացատրեմ ինչու։ Իրանք լավագույնը չեն։ Մեր զինվորի անվտանգության հասնելու համար մենք աշխատենք աշխարհի բոլոր լավագույն մասնագետների Զինվորի անվտանգության հարցի առումով ոչ մեկ ոչինչ չի ասել։ Այդ ոնց որ դու հիմա իմ հետ վիճես, մեր երկուսից ով է ավելի հայրենասեր։ Օրինակ դու եթե զինվորի կյանքին մտածեիր, դու 2020-ի նոյեմբերի 9-ին կլինեիր հրապարակում քո ամբողջ ընտանիքի հետ միասին, ու դու անգլուխ չէիր թողնի հայ ազգը։ Թե ուժեղ Հայաստանի ղեկավարը եւ թե Հայաստան Դաշինքի ղեկավարը, լինելով մեկը ազգային բարերար, մյուսը ազգային հերոս, մենակ են թողել հայ ազգին նոյեմբերի 9-ին, զինվորի կյանք ասելով, զինվորին տարել եք մորթելու, բոլորդ միասին։ Ու այս պոպուլիստական բաներով իմ մասնագիտական մեկնաբանություններին այլևս չանդրադառնաք, որովհետև պոպուլիզմ նշանակում է դու իմ նման քաղաքացուց, որը քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 68% ձայներն են։ Այս որ դու սենց խոսում ես, այդ դու մտածում ես կրթական ավելի ցածր ցենզի, սոցիալական որոշակի այլ պայմաններում բնակվող քաղաքացիներին, որովհետև կրկնում եմ, երկուսդ էլ, երկու կուսակցություն եք, ինչ եք, չգիտեմ ինչ եք, որովհետև նորահայտ եք դուք, նովոյ գրիբը какие-то։ Դուք անընդհատ Նիկոլի ձևաչափի մեջ եք մնում, Նիկոլի օրակարգով եք, ուրեմն դուք առաջնորդվում, երբ որ ժողովուրդը ժեխա ու դուք ժեխին ինչ-որ բան եք բացատրում, որ իբր այս իրա տղու կյանքի անվտանգության համար դու Իսրայելից գեներալ ես բերել։ Գեներալը աշխարհի 5 լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է։ Ասում է, գեներալը աշխարհի լավագույն 5 հակաօդային պաշտպանության մասնագետներից է։ Հիմա գնում ենք ուրեմն ինտերնետ տեղ, անգլերենով search եք տալիս, որպեսզի իմանաք ովքեր են լավագույն մասնագետները, դուք պետքա փնտրեք, որոնք են աշխարհի լավագույն հակաօդային պաշտպանության համակարգերը։ Անգլերենով search արեք, որովհետև ես տեսնում եմ, որ տենց խնդիր ունենք։ Լավագույն 10 ասեմ։ Top 10 air defense systems in the world, technology overview with range, features and capabilities. Okay, գնացինք ներքև։ Որն է առաջինը։ Որն է առաջին տեղում, Նարեկ Կարապետյան։ Առաջին տեղում գտնվում է S500 Prometheus Ռուսաստան։ Երկրորդ տեղում S400 Triumph Ռուսաստան։ Երրորդ տեղ THAAD American Terminal High Altitude Area Defense USA։ Չորրորդ David Sling Israel USA։ Ստեղ մի քիչ Իսրայել է մտնում, բայց ԱՄՆ-ը մերձավոր արևելքում իր ռազմական դոմինանտությունը պահպանելու համար, որպեսի այնտեղ առաջին երկու հորիզոնականներում գտնվողները չհայտնվեն, ինքը Իսրայել երկրից սարքել է երկիր ռազմաբազա։ 5-րդ տեղում Patriot Pack 3 USA։ Այն մնացածը չխորանամ։ Այսինքն ստեղ
Իսրայել չկա, հաջորդը 6-րդը S300M, Antey 2500 Russia, 7-րդը Aster 30 SAMP-T France Italy, 8-րդը HQ9 China, 9-րդում նոր գալիս է Բարակ 8 Հնդկաստան Իսրայել, 10-րդում նոր Ժելեզնի կուպլնա, որից կրկնում եմ ամեն գիշեր Իրանը սարքել է փլավքամիջ, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ միասին։ Հիմա ես քեզ բացատրեմ մեզ չխաբելու նուրբ արվեստը, okay? Հələ մի հատ շարունակի, մի քիչ է։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, 3 լավագույն մասնագետների հետ։ Գեներալը աշխարհի 5 լավագույն հակաօդային պաշտպան։ Ուրեմն այս արդեն սուտ է։ Ու Հունաստան այդ սպիսկով պրինցիպի չկա։ Ու Հունաստան-Իսրայել հարաբերությունները գեոքաղաքական առումով այս պահին ավելի հակակշիռ են մեզ, քան համակշիռ են։ Ու պայմանավորված է նրանով, որ Թուրքիային եւ Կիպրոսին ՆԱՏՕ-ի շրջանակներում արգելվել է օգտվել Ռուսաստանի հետ որևէ կարգի ռազմական համագործակցության պայմաններից։ Իսկ երբ որ Հայաստանը Հունաստանի հետ ուներ նման համագործակցություն, նման այդ որակի սահմանափակումներ Հունաստանում չկային։ Կիպրոսը կարողացել էր ձեռք բերել S300, որը ՆԱՏՕ-ն թույլ չտվեց անգամ ինքը տուփերից հեռացնի։ Թուրքիան բերել է S400, որը ՆԱՏՕ-ի համար այնքան զգայուն թեմա է, որ Թուրքիային F-35 ծրագրից ռազմական ինքնաթիռի հանել են Թուրքիային, որովհետև S400 համակարգը կարող է բացահայտել F-35-ի որոշակի բնութագրեր, որոնք կարող են վնաս հասցնել ՆԱՏՕ-ի համակարգին։ Այսինքն S400-ը, S500-ը այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն տեխնոլոգիաներն են եւ քանի որ Հունաստանին արգելված է հասանելիություն այդ համակարգերին, նա այլ միջոցներ է հայթայթում չհայտնվելու փակված վիճակում, որովհետեւ Թուրքիան վստահելի գործընկեր չէ եւ ուղակի հայտ է ներկայացնում Հունաստանի տարածքների դեմ որոշակի ոտնձգություններ կատարելու, ինչի համար Թուրքիան Հունաստանը ամբողջ ժողովրդով հանդերձ սատարելով Պաղեստինյան դատը որոշակի տեխնոլոգիաներ է ձեռք բերել հայթայթել Իսրայելից, ուստեղ մի շատ կարևոր նյուանս, քանի որ դու զինվորի կյանքից ես քո վրա վիզվեկալում խոսաս, առանց պատասխանատվության որևէ զգացողության, այս բոլոր համագործակցությունները պետությունների միջև սկսվում են պետական մակարդակից, իրանք սիրողական սենց հանդիպումներ չեն, ինքը տենց վեշ չի, էլի, դու չես կարող ասես լավագույն աշխարհի լավագույն 5 հոթելներից մեկն եմ առնում, ախպերս բան, այդ սերիայից չի։ Ձեր ընտանեկան բիզնեսի որակավորումներով Հայաստանի պետականության անվտանգության ապահովման կարևորագույն դրույթները մի չափեք։ Դուք այդ կետում չեք գտնվում ոչ ինտելեկտուալ առումով, ոչ բնավորության առումով։ Ինչքան ուզում եք նեղացեք, ինչ ուզում եք հող կերեք։ Ոնց որ Նիկոլը վարչապետի մատերիալ չի, նենց էլ դուք վարչապետի մատերիալ չեք։ Երբ որ ես լայվեր արեցի ու ասեցի, որ դուք անվտանգությունից չեք խոսում, դուք 300,000 աշխատատեղից եք խոսում, այնպիսի սահմաններում, որտեղ հայտնի չի սահմանը որտեղից է գնում, դուք ոչ թե պետքա բերեիք Իսրայելի ինչ-որ անասունի, իսկ Իսրայելից գալիս են անասուններ, որովհետև իրանք բոլորը աշխատում են իրանց պետության վրա։ Երբ որ միջպետական համաձայնագրեր են լինում, միջպետական համաձայնագրերի շրջանակներում դրվում են այն սահմանափակումները, կարմիր գծերը, որի պայմաններում դու կարաս այլ երկրի, իսկ Իսրայելը մեծ թշնամական պետություն է, հատկապես թշնամական երկրի հետ փոխհարաբերությունները, որի պայմաններում դու կարաս ինչ-որ պաշտպանական թեմաներից խոսաս։ Չի կարա իսրայելական համակարգ ամբողջ կյանքում աշխատած մարդը գա մտնի Հայաստան, երբ որ մենք հապկի մեջ ենք, երբ որ մենք ունենք առավելություն հարևան ունենալու Ռուսաստանի պետությունը եւ ունենք առավելություն ավելի անկախություն, քան Հունաստանը կամ Իսրայելը Չինաստանի հետ համագործակցելու եւ այս երկու պետությունների հետաքրքիր համակարգերից օգտվելով ունենալու հոբ համակարգ, ինչպիսին որ ունի հիմա Իրանը
Իրանի հոբ համակարգը ներկայումս որ գործում է, ինքը այսպես հետաքրքիր այս երեք պետությունների կողմից մշակված համակարգերի կոնգլոմերացիա է, որտեղ կարմիր գծեր է նշված Իրանի պետությունը որոշել է մինչև որ կետը ինքը կարա, ինչ որ տեխնոլոգիաների առումով ռուսներին մտցնի, ինչ որ տեխնոլոգիաների առումով չինացիներին մտցնի, որտեղից է իրանց պետք, որ կետում է իրանց պետք Ռուսաստանից ինչ որակի օգնություն եւ որ կետից է պետք իրանց օգնություն Չինաստանից։ Հունաստանը եւ Իսրայելը այս պահին, եթե լինեն մեր պաշտպանության նախարարության համակարգում եւ սկսվում է պատերազմ Իրան-Ռուսաստանի դեմ, ապա այս երկու երկրներ եւ մեր դեմ լինում է հարձակում, ապա Ռուսաստանը ու Չինաստանը չեն կարողանալու մեզ ապահովեն համապատասխան Ռուսաստանը եւ Իրանը եւ Չինաստանը չեն կարողանալու մեզ ապահովեն այդ համապատասխան միջոցները, որտեղ իրանք ասեն ձեր համակարգում աշխատում են մեր դեմ պատերազմ տանող կողմեր։ Ես քեզ ասեմ, որ երեք Իսրայելի բանակը թիրախային հարված է հասցրել այնպիսի բնակավայրի ուղիղ կողքը, որտեղ ապրում է Իրանում Բուշեր ատոմակայանի ռուս գլխավոր մասնագետը։ Իրանք սպառնացել են մեր ռազմական գործընկերոջը։ Ինչքան էլ ձեզ թվա, որ իբր թե Հայաստանում բոլորը պրյամը տենց ուզում են ՆԱՏՕ կամ Ամերիկա եւ այլն, դա մեզ չի պաշտպանելու։ Ազգային անվտանգությունը դա նա է, որ նույնիսկ եթե թավիշ, պոստթավիշ ուղղակի լվացված վիճակում մարդկանց թվում է, որ տենց Ամերիկան կամ Իսրայելը իրանց պաշտպանելու է եւ այլն, դու հասկանաս, որպես ազգային անվտանգության եւ պաշտպանության համակարգի աշխատող, որ այդ մարդիկ գտնվում են շատ բարդ ու սխալ կարգավիճակում ու դու միևնույնն է պարտավոր ես հանուն իրանց ֆիզիկական բնաջնջումից փրկելու գործես այնպես, որպեսզի քո երկրում լինեն լավագույն համակարգերը։ Ինչի համար եւ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ հրաժարվել է իսրայելյան Չ կլասի ապուշություններ բերի լցնի Հայաստան, որովհետեւ իսրայելյան Չ կլասի ապուշությունների հետ միասին Հայաստան են ներթափանցում ամերիկյան, իսրայելյան, թուրքական հատուկ ծառայությունների բոլոր այդ օղակները, որտեղ տեխնոլոգիան միշտ գալիս է որոշակի խորհրդականով։ Խորհրդականը մնում է քո երկրում, սկսում է սերտաճել քո անվտանգության համակարգի մեջ ու սկսում է վնաս պատճառել քո ռազմավարական դաշինքներին, այսինքն ինքը փոխում է քո գեոքաղաքական վեկտորը։ Այդպիսի օրինակ ես կարամ տամ Իսրայել Էմիրատներ հարաբերություններից, որը էլի լավ ավարտ չունի Էմիրատների համար, ոչ Էմիրատների հոբ համակարգն է այդպես լավ վիճակում գտնվում, եւ ոչ էլ իր անվտանգության համակարգում Իսրայելի ներթափանցելը եւ Իսրայելի անունից պատերազմներ տանելը Սուդանում, Եմենում, որոշ չափով Սիրիայում Էմիրատների պետության համար ոչ մի լավ բան չի բերել։ Իրանք կոտորածներ են գործում։ Այսինքն, եթե դու հայ զինվորի կյանքին ես մտածում, մասին ես մտածում ու իբր ամենալավ համակարգն ես բերում, ես ունեմ այդ ամենալավ համակարգի դոստուպը, որից ամերիկացին Իսրայելի Թուրքիայի հետ միասին ուզում է ինձ զրկի, որովհետև ինքը ուզում է ռազմավարական մեծ թիկունքից հարված հասցնի թե Ռուսաստանին եւ թե Իրանին։ Ու դրա համար ինքը ինձ կզոհաբերի։ Ոնց որ հիմա զոհաբերում է թե իսրայելցիներին, թե արաբական երկրներին, թե ուկրաինացիներին։ Իսկ քանի որ այդ ժողովուրդները շատ մեծ են, տասնյակ միլիոններ են, 100 միլիոններ են, իսկ մենք ընդամենը 3 միլիոն ենք, ես քեզ նման փահլևանություն անել իմ երկրի անվտանգության վրա թույլ չեմ տալու։ Ու դու այս դալբայոբ բաները մի տարածի, ամոթա, որ դու ասում ես 5 լավագույն մասնագետների մեջ ա մտնում, ինքը չի կարա 5 լավագույնի մեջ մտնի, որովհետև 5 լավագույնը բոլորը ռուս են։ Իրանցից հետո գալիս են ամերիկացիները Պենտագոնի, որոնք ամեն ինչ չի, որ Իսրայելի հետ կիսվում են, հետո նոր Իսրայելի հետ ամերիկացիների թույլտվությամբ մշակված ինչ-որ մի համակարգ, որ կարողանան այդ շանը կոնտրոլի տակ պահեն։ Ու հիմա իրար դեմ իբրև թե հակասության մեջ գտնվելով, այն որ չէ Իսրայելը ինձ ստիպեց, որ ես գնամ պատերազմի, Իսրայելը ասում է, չէ, Ամերիկան համաձայն էր, որ մենք գնանք պատերազմի, բայց իտոգում իրանք շարունակում են ապօրինի պատերազմը, որի սկիզբը եղել է աղջիկ երեխաների դպրոց ռմբակոծելուց։ 175 երեխա է սպանել Իսրայելի բանակը։ Իսրայելի բանակը ցեղասպանություն գործելու նպատակով ստեղծված ռազմաբազա է։ Դու չփորձվես իմ զինվորի կյանքը, իր անվտանգությունը, համեմատես Իսրայելի մոտեցման հետ։ Անվտանգության համակարգի կոնցեպցիա նշանակում է դու սկզբում դնում ես քո արտաքին քաղաքականության պարամետրերը
քո մանևրելու հնարավորություն, այսինքն լավագույն հոբ համակարգ, քո աշխարհագրական դիրք, Ռուսաստան, Իրան, Չինաստան, դու գտնվում ես կարևոր հանգույցում։ Ամերիկան օվկիանոսից այն կոմա, Բրյուսելը շատ հեռու է, իսկ քեզ շատ ավելի մոտ է քո թշնամին, քթիդ տակ մտած Անկարան, որի S400-ը իրան թույլ չեն տալիս, ինքը Ռուսաստանից այդպես ծիֆիով ձեռք է բերել ու իրան թույլ չեն տալիս ինքը դրանից օգտվի։ Ու կրկնում եմ, հույնը Իսրայելի հետ է համագործակցում, որովհետև ռուսական տեխնոլոգիաների դոստուպից իրան զրկել են։ Որ ինքը ուղղափառ երկրների համագործակցության շրջանակում չունենա ոչ մի այսպես առավելություն։ Ու ՆԱՏՕ-ն է սահմանափակումներ դրել, որ իմ տեխնոլոգիան որտեղ մտավ, ուրիշի տեխնոլոգիա չի մտնելու։ Այս նույն ձևով Ամերիկան հիմա ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության միջուկային պոտենցիալը ուղղակի թիրախավորելով մեր ատոմակայանը։ Մեր մощный նորմալ աշխատող ճիշտ ձևով կառուցված ատոմակայանը ուզում են հանեն, ուզում են դնեն միջին մոդուլյար ինչ-որ ապուշություններ, որպեսզի մենք գիտական բազա միջուկային չունենանք, որովհետև Իսրայելը կանխորոշում է մերձավոր արևելքի ԱՄՆ-ի մերձավոր արևելքում ունեցած արտաքին քաղաքականությունը, թե դու ու քո ընտանիքի անդամները դրա մասին ինչ են մտածում, կամ չէ Իսրայելում հումուս է կերել ավելի ադուրները տեկել, քան Լիբանանում կերած հումուսը, այդ մեր տանձին չի էս առումով, այդ նշանակում է այս առումով, որ դու իմ զինվորի կյանքին չես մտածում, որովհետև ես երբ որ ունեի այդ ռազմավարական դաշինքը, ինձ ոչ ոք չէր համարձակվում գար հարձակվեր իմ պետության վրա, okay? Մենք մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ներգրավենք նրան եւ նրա թիմը Հայաստանի օդային պաշտպանության համակարգի վերաստեղծման գործում։ Ասում եմ, որ դու կտենց, այսինքն դու ասում ես, որ դու վիզ ես դրել, որ ինքը գա մեր երկրի համար յանիմ թե աշխատի։ Այդ շատ ամոթ է, մեկի համար, ով որ հավակնություն է ներկայացնում, որ ինքը լինի վարչապետ։ Այդ ինքը, այդ երկրները մեր ոտերը պետք է ընկնան, որ մեր երկրներում կարողանան ոտատեղ ունենան։ Այսինքն դու ստեղ, почему-то քեզ իրավունք ես տալիս իմ հայ ժողովրդին, իմ հայոց պատմությունը 5000-ամյա, սարքես ծնկների վրա իջած ինչ-որ մի բան, բոմժ, որը ինչ-որ տենց համոզում է, ինչ-որ իսրայելցի ճկլասի գեներալի, որ գա իրան ինչ-որ մի հատ ցույց տա հոբ համակարգ ոնց են սարքում Հայաստանում, как будто մենք այդ չունենք, էլի։ Давай. Ինչու՞, որտեղ 20 թվականին մենք հիշում ենք, որ ամենամեծ կորուստները մենք ունեցանք օդային պաշտպանության անկատարության պատճառով։ Այսինքն մեզ հարց բարձրացնողները թե ինչու են հրավիրել։ Երբ որ քո որդին լինի սա Հələ մինչև այդ անցնելը, ասում է 2020 թվականին խնդրեմը եղել է այդ հոբ համակարգերը։ Հարգելի Սամվել Կարապետյան ջան, ես ձեզ շատ եմ խնդրում, ձեր զարմիկին միտեղ դասընթացների տարեք, որովհետև ինքը մինչև 2018 դիվանագիտական մեր փաթեթից կուրսի չի, ինչի է եղել Թավիշը կուրսի չի, ու ոնց է կազմակերպվել պարտվողական պատերազմը, այդ էլ կուրսի չի։ Տղա ջան, մենք ոչ թե հոբ համակարգ չենք ունեցել, այլ որովհետև Նիկոլն ու իր կնիկը թուրքերին տվել են մեր հոբ համակարգերի քարտեզները, որտեղ է գտնվում քո հոբ համակարգը, ինքը կազմակերպել է բանակը, դու երևի այդ ժամանակ Մոսկվայում տժիշկների մեջ էիր կուզեններիդ հետ, իսկ ես թե գժվում էի, մասնագիտաբար էի գժվում, ոչ թե սենց բառադի ոնց որ դու նստած հիմա սենց չամիջուտելով բան ես խոսում, ոչ թե բանակն է թույլ եղել, այսինքն դու սենց կրկնում ես Նիկոլի թեզը, Նիկոլը ասում է մենք բանակ չենք ունեցել, բանակը հոբ չի ունեցել, ինչ էլ որ լինի մենք մեզ պարտված չենք ճանաչի, Արցախը ես չեմ հանձնել, իրանք հանձնել էին արդեն, ես եկա այդ պրոստը արեցի, դու ես պաշտպանում, ու դու ցույց ես տալի, որ Նիկոլը դավաճան չի։ Նիկոլի կնիկը գնացել է Արցախ, մտել է հրամանատարական բունկեր, իմացել է ինչը որտեղ է, այդ սաղ կոորդինատները տվել են թուրքերին, այսինքն մենք պատերազմը ոչ թե պարտվել ենք, որովհետև իսրայելցի գեներալը մեզ դրոնների մասին հեքիաթներ չի պատմել, այլ որովհետև Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը պետական դավաճաններ են։ Ու եթե դու այս բազովի թեզից չես սկսում քո որպես ընդդիմադիրի պայքարը, դու ընդդիմադիր չես, դու նիկոլական ես։
Ատեղից չի սկսել մեր պարտությունը։ Ու ես գիտեմ որոշ մեծահարուստներ, որոնք կրկնում եմ, քանի անգամ իմ հետ հանդիպելուց ասել են, որ իրանք եկել են, իրանք վաճառականներ են, ասել են, որ մեր պնան պետք է առնի Իսրայելից դրոններ, մեր պնան իրանք սպասլատ է արել։ Ու դուք անընդհատ ասում եք, այդ որտեվ Սերժ Սարգսյանը տոլի դրոն չէր հասկանում, տոլի դրոն չէր սիրում, այսինքն Շուշին ազատագրած մարդը չի հասկանում, դու հիմա ձվից նոր ես դուս եկե, в буквальном смысле, դու ես եմ ընդդիմադիր պայքարի մարդիկ, դու այդտեղ չես, ես քեզ չեմ տեսել, ես չգիտեմ դու ով ես, ես չգիտեմ դու ինչացու ես, ես գիտեմ, որ քո հոպարը լիքը փող ունի, փողը տվել ա քեզ ու դու լկստվում ես։ Ու քանի որ դու նույն տուֆտությունն ես անում ոնց որ Նիկոլը, այսինքն դու լկստվում ես իմ ազգային անվտանգության ներվի վրա, ես քեզ ներվահան եմ անելու։ Ես քեզ ես դաշտից կամ դու այդ անասունին լարելու ես ու սրանից հետո սենց անգրագետ հայտարարություններ չես անելու, կամ ես դուրս եմ գալու ձեր դեմ։ Իմ կարմիր գիծն է, որտեղ որ ձեզնից մեկը փորձի ՆԱՏՕ մտցնի իմ երկիր, այս պայմաններում ես ձեր թշնամին եմ այդ պահից։ Դուք իմ թուրքն եք, դուք իմ փայ թուրքն եք, ես էլ ձեր փայ մշեցին եմ։ Ես պետք է տամ ձեզ սատկացնեմ։ Հələ շարունակի պոպուլիզմ։ Ամանի, քո որդին լինի պոստերում ու բայրակտարը յա գլխի վերևը լինի։ Դու կասես ինչու ես իսրայելցի բերել, որ այդ բայրակտարը գցելու, բայրակտարին խոցելու տարբերակներ առաջ։ Yes, I will be there։ Եթե իմ տղու գլխին գա բայրակտարը, ես այդ բայրակտարը ձեռով կբռնեմ քո քյալին կջարդեմ, որ վաբշե բայրակտարը եկի հասել է իմ տղի գլխի վերևը։ Այդ մեկ։ Երկրորդը քեզ էլ քո իսրայելցի գեներալի տել կդնեմ անենց բանտում, որտեղ ձեզ կանեն այն ինչ որ Իսրայելի բանակը անում է պաղեստինցիների հետ։ Պաղեստինցի օրինակ 6 տարեկան երեխու հետ բանտում։ Չփորձվես այս պոպուլիստական ձիշովկա խոսույթով, այս նույնն է ոնց որ Նիկոլը պատերազմի ժամանակ, պատերազմի վաղ լայվերս նային արեք։ Քեզ պետք կգա, շատ կրթական է, որ ասում էր դուք պաշտպանում եք ձեր ննջարանները, ձեր կանանց, ձեր չգիտեմ ինչերը, որտեղ ռազմական գիտելիքներ չունի, ու ռազմական փորձագիտական գիտելիք չունի, դու էլ չունես, ու այդ զռում է։ Հոտ համակարգերի քարտեզները, երբ որ Աննա Հակոբյան եւ Նիկոլ Փաշինյան պետական դավաճանների զույգը փոխանցել է ադրբեջանական թուրքական կողմին, այդ պարտվողական պատերազմի մեջ եղել են շատ կարևոր ատրիբուտներ, ինչպես Ադրբեջանի իշխանություններին սարքել ավելի թուրքական, Մոսկվայի բևեռից ամբողջապես կտրել, դնել Անկարայի տակ, դարձնել նատոյական, օթյակ, հետո ինչպես օգտագործել վարձկան իգիլականներին այդ պատերազմում, դրանից առաջ ինչպես անել Թավիշ Հայաստանում, ձեր նման մոսկովյան էլիտային առնել ընենց, որ դու գաք Թավիշ անեք ամերիկյան բրիտանական դեսպանատների հետ հավասար ու բոլորը ուղղված ելնեք Սերժ Սարգսյանի դեմ ու անեք այդ Թավիշը, չփորձելով, թույլ չտալով, որպեսի այո այդ երկրները ստիպեն, որ Ալիևը ճանաչի Արցախի անկախությունը։ Այսինքն դու այդ ժամանակ կուրսի չես եղել, բանակցային գործընթացը որտեղ է գտնվելուց եղել։ Ու պատերազմը որտեղից է սկսել։ Հաջորդ կետը եղել է, որ պետքա ցույց տրվի աշխարհին այդ պարտվողական պատերազմում, որը Նիկոլն է կազուս բելին տվել, արհեստականորեն, ապօրինաբար ու իրանք ընտանիքով տենց փող են լափել թուրքերից։ Իրանց գործունեության մեջ նաև մտնում էր, ուրեմն հոբ համակարգերը վերացնելուց հետո ռեկլամա անել բայրակտարները, որպես ռուսական հոբ համակարգերի դեմ կռվելու ընդունակ պայքարի միջոց, պատերազմի միջոց։ Այսինքն ոչ թե որ բայրակտարը եկել է իմ զինվորի գլխին, որովհետև ես չունեմ հոբ համակարգ, այլ որովհետև դուք տժալուց եք եղել Մոսկվայում, Թավիշ եք արել Երևանում, Թավիշի ժամանակ թուրքական Ալիևյան նշանակորդին բերել եք վլաստի, նստացրել եք Հայաստանում, գնացել եք Մոսկվա տժալու, ինքը մեր պաշտպանության համակարգի, ազգային անվտանգության համակարգի կարևորագույն գաղտնիքները փոխանցել է թուրքերին, որպեսզի Հայաստանին տանի արևմտյան վեկտորի տակ, ասելով, որ ինքը պատրաստ է Արցախ հանձնի, Սյունիք հանձնի եւ այլն, ու այտենց բայրակտարը հայտնվել է հայ զինվորի գլխին։ Այտենց է եղել իրականությունը։ Այն ինչ որ դու հիմա խոսում ես, այդ նույն բանն է, որ ասում է Նիկոլը։ Որտեղ ասում է, որ ինքը պատասխանատու չի ոչ մի բանի համար։
շարքի մեր երկրին։ Թե կասես ճիշտ ես արել։ Չէ, Դուք ձեր որդիների վրա օրինակ վերցրեք, ձեր եղբայրների վրա օրինակ վերցրեք։ Իմ եղբայրը, տղա ջան, 7 տարի Արցախում ապրել է, ծառայել է։ Դու այնտեղ չես եղել այդ ժամանակ, նագիտվա там не было։ Այսինքն դու տեղ չես թողնում, որ именно потому что հակառակ ձև, էլի, քանի որ ես եմ ավելի լավ տիրապետում, ոչ թե դու։ Այսպես ճիշտ չի սենց խոսալը։ Ու այդ ես եմ 44 օրյայի ժամանակ ամեն օր գոռացել, որտեղ են մեզ գցում։ Ու քո ոտը չկար այդ ժամանակ ոչ մի տեղ, դու սենց վիդեոներ չէիր անում, որտեղ արգելված էր վիդեոներ անելը։ Ոնց որ հիմա արգելված է Իսրայելում վիդեո անելը ու պատմելը, որ Թել Ավիվը դարձել է փլավքամիջ։ Երեք գիշեր շատ այսպես հետաքրքիր զինատեսակ է օգտագործել Իրանը Իսրայելում, շատ հետաքրքիր վիճակագրություն կա Իրանի կողմից հրթիռների օգտագործման Իսրայելի գլխին, որը կրկնում եմ, ռուսական, չինական եւ իրանական 3 ատրիբուտների կոմբինացիայով ստեղծված օդուժի աշխատանքի միջոցով է կատարվում։ Նույն մոտեցմանը դուք գնացել եք 20 թվականին, երբ որ ամբողջ Արցախյան զորքը չէր դուրս եկել ռազմական դիրքեր, որովհետև կենտրոնից հրամաներ եկել, որպեսզի չսադրենք Ադրբեջանին։ Այսինքն Հա։ Այդ Նիկոլն է արել, չէ՞։ Ինչ այսինքն։ մենք ու դա բերես նա, որ առաջ օրը մենք ունեցանք շատ մեծ զոհեր, ունեցանք No, դա չի բերել։ Մեր հոբ համակարգերի, մեր կարևոր տվյալները տրվել է թուրքերին։ Թուրքերը ցիլիվոր մարդ են սպանել Արցախում։ Ռազմական հետախուզությունից եւ այլնից բոլորի տվյալները տվել է Աննա Հակոբյանը, փոխանցել է Մեհրիբան Խանամին պատերազմից առաջ։ Դու սենց բաներից խիչ ես կարում խոսես։ շատ խոցումներ տեխնիկայի, որպեսզի հասկանանք ինչն է փիլիսոփայական տարբերությունը մեր մոտ։ Էլ փիլիսոփայություն բառը չասես։ Don't speak the fucking word. Do not say philosophy, okay? Ούτε είσαι φίλος, ούτε έχεις σοφία. Ούτε σοφία έχεις, ούτε είσαι φίλος. Հերիքը արտագրեց են, ինչից չես հասկանում։ Shut up. Եւ այս մոտեցման մենք ասում ենք անվտանգությունը զինվորի առաջնային է։ Այդ փիլիսոփայություն չի, անվտանգությունը զինվորի առաջնային է, առաջնայինը շեյով չի արվում, ջեյով է ասվում։ Այսինքն ով որ ասում է իսրայելցի գեներալին ֆուկարը Հայաստանից, էդի որովհետև էդի ես ուրեմն չեմ ուզում զինվորը անվտանգ լինի։ Ես դու շես դոդի բաղերն ես ընկնում սենց թեթևի մեջ ախպեր ես, բազարը քիչ տիրություն անում, բազարը թեմայի վրով չի հետում, չէ՞։ Բազարը հետում է, որ Իսրայելը Արցախը հանձնել է, Իսրայելն է սովորացրել Ալիևին, Բորդեից ու ոնց առնի Նիկոլին, հետո բերել է Վաշինգտոնին, Մոսկվային իր արբանյակներով, համաձայնացրել է ձեր հայկական էլիտային, օրինակ Գոդնիսանովի հետ ես չեմ բիզնես անում, չէ՞։ Ինչի՞ չես դրա մասին վիդեո անում, տենակ ձեր Յանով վերջացող ազգանուններից։ Ով է Գոդնիսանովի հետ Մոսկվայում ինչ բիզնեսներ անում, իսկ Գոդնիսանովը Իսրայելի հետ ինչ կապ ունի։ Ու ոնց է Իսրայելի հետ Գոդնիսանովի կապը ապահովում Մոսկվայի կողմից լռություն, երբ որ դուք ամերիկացիների հետ միասին թավիշ եք անում Երևանի մեջտեղում։ Ասում են քաղաքական նպատակարարությունը, թիմայնությունը, թայֆայականությունն է առաջնային։ Այո, դու թայֆա ես։ Որտեվ դու գիտելիքներ չունես, բայց քանի որ քո հորեղբայրը այնա ով որ կա, դու հիմա քեզ գցել ես Մայլի Մեյդան ու դու սարքել ես քեզնից ուզում ես դու վարչապետ լինես։ Ոնց որ Ռոբերտ Քոչարյանի տղեն, ինքը իրեն վարչապետ է զգում, դե պապան փող ունի։ Հիմի որ ամեն փող ունեցողի տղա, հելնի ասի որ ինքը վարչապետ է, մեկ չստիկով քյալին չիշնակ։ Պրոբլեմը ոչ թե այն է, որ ձեր մոտ փող կա, այլ որովհետև ձեր գիտելիքը չի համապատասխանում ձեր հավակնությանը։ Էլի թող փող ունենա։ Բակրչություն խիչ եք ստացել համապատասխան դուր էր ընդդիմադիր դաշտում։ Շարունակի։ Որի կյանքը առաջնայինն է, բոլորի հետ աշխատելու ենք դրա համար։ Ենք աշխատելու, որ վաղը մենք իրապես ունենանք փակոտ, ոչ թե հայտարարություններով։
Որպեսզի հասկանաս դու ունես փակոտ թե չէ, մինչև պատերազմը, դու պետք է գտնես աշխարհում լավագույն հակաօդային պաշտպանություն ունեցող գնաս երկիրը գտնես։ Այս պահին դա Իսրայելն է։ No, այս պահին աշխարհի լավագույն հակաօդային համակարգ ունեցող երկիրը դա Ռուսաստանն է, Իսրայելը չի այս պահին։ Причем առաջին 2 հորիզոնականներ, վերջին 3 հորիզոնականներ, սա իրանք են։ Ու այդ սաղ դահլիճում նստած երեկվա հայ ռազմական ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, որ նստել եք այս դալբայովներին ծափ եք տալի։ Դուք այս բանալնի գիտելիքը չգիտեք։ Нарек Карапетян, как ты можешь ոնց դու կարաս նստես ու ասես, որ Իսրայելի հոբ համակարգը դա ամենալավն է, եթե ամենալավը Ռուսաստանինն է։ Տեխնիկական բոլոր տվյալներով աշխարհի միջազգային ռազմական բոլոր այսպես պարբերականները բաց կարդը։ Ժելեզնի կուպլը գալիս է Չինաստանից հետո, ամենաներքևում է։ Ամենավերևը S500-ն է, հետո գալիս է S400-ը, հետո գալիս է FAD-ը։ Հետո գալիս է S300-ը, հետո նո գալիս է Դեյվիդ Շմիզել-Բիզելը, որ Ամերիկան Իսրայելի հետ արել է, որ Իսրայելին կարանա կոնտրոլի տակ պահի, դա Իսրայելի մշակածը չի։ То есть դու նույնն ես անում, ոնց որ Արցախում պատերազմի ժամանակ ռեկլամա են անում բայրակթարները, որ հարայ հուրու գիտես բայրակթարը ռուսական հոփամակարգի մամա լացեցրել է։ Ճապոնիայի կարևորագույն ֆինանսական պարբերական Նիկեյը ուրեմն մի մեծ վերլուծություն էր կատարել Արցախյան պատերազմի օրերին։ Մենք սկում ենք, ես դրա մասին լայվը մեծ հոդվածը կարդացել եմ։ Հատուկ թղթակից էին ուղարկել բայրակթարի արտադրամաս Թուրքիա, որպեսզի նա պատմեր, ինչպիսի հզորությամբ եւ արագությամբ են բայրակթարները ոչնչացնում հայ զինվորներին, ու որ Ճապոնիան ճիշտ կանի իր գնումները կատարի Թուրքիայից, ու դրանով իրանք ուզում էին սպառնային Չինաստանին, որը շատ ավելի մощный դրոնային համակարգ ունի։ Այսինքն դու եթե դրոնների համակարգի տեսանկյունից ես ուզում խոսաս, ասենք մենակ հոբ համակարգի մասին չի։ Ես չեմ հասկանում չինացիներին ու պարսիկներին թողած Դու Իսրայելի ինչն ես ուզում ինձ ծախես, հերոնը, շմերոնը, խերոնը, ինչ ես ուզում դու։ Չո զացիկլն ես за Իսրայելը, որն է ձեր խնդրեմը։ Ում եք պարտք, որտե եք պարտք, որ պետքա Իսրայել ծախեք հայերին։ Ու ասեք, որ այդ լավագույնն է։ Լավագույնը չի։ Objectively, nowhere is it the best option, nowhere. Ինչ ես ես լուրջ դեմքով հելնում Սուտ խոսում, ու լիքը դալբայովներ տակը գնացել լայքել են։ Այս մարդը սուտ է խոսում։ Գնացեք Նիկոլինը լայքեք պրծնենք։ Ու այդ համակարգի ստեղծողին ով պրոֆեսիոնալ խորհրդատվություն։ Ինքը այդ համակարգը չի ստեղծել, համակարգը ստեղծվել է Պենտագոնում, տղա ջան։ Իսրայելին անում են մարքեթինգ Ամերիկան, որ անի բու արաբները մտնեն ծակերը, պարսիկները ասի դու այս չես արել, մեծ դու սարի այդ բնից։ Ինչը հիմա ամեն օր կատարվում է։ Ու մեզ է հասնելու։ Լինելու է Իրանի, Ռուսաստանի դեմ ընդհանուր մեծ պատերազմ։ Դու ում զորքն է ալնելու Հայաստանում կարամ, ինքը ոչ մի գրողի սև ջանդամ չի ստեղծել ոչ մի տեղ։ Ձեր վրա մեկը ձրի վեշը շատ թանկով ծախել է։ Ոնց ասեմ, որ չինական շանելը վրեքները ծախել են, ասել են անձամբ շանելը գերեզմանից դուրս է եկել, վերակենդանացել է, հատուկ քո ռազմերի շանելը կարել, ու դրա համար դու հիմա պետք է իրանց 3 բոշկով փող լցես վրան ու ծախես հայերի վրա։ Ամոթ է սենց անգրագետ բաներ ասել, երիցս ամոթ է, երբ որ այս ապուշությունների տակ մտնելու է այս վիդեոյի տակ ով որ լայք է դրել, այսօր գնում է բլոկ։ Որտեվ դուք արժանի եք են կոտորածին, որ նման դալբայովների պատճառով գալու է ձեր գլխին Հայաստանում, ոնց որ եկավ Արցախում։ Այսպես դալբայիբիզմի պատճառով ալնում, շարունակեք։ Կարող է տա իր թիմով։ Չէ, ինքը թիմ չունի։ Կան մտավախություններ։ No, մտավախություն չի, էսի մտավախություն չի, տղա ջան։ Ըստ ինքը մտնում է, գիտեք ինչ մոդի մոտ, ինքը ջահել է, he's so open-minded, ինքը sense, you know, ինքը sense he's open-minded։ Կարող եմ ինձից ավելի տենց կլովի մեդիտացիաներ լսանում, վրս խաբար չկա։ Շարունակի։
Ինքը չունի ոչ մի հարաբերություն տարածաշրջանների երկրների հետ, ինքը ստիպում է այդ հարաբերությունը, ստիպում է դոմինանտության դիրքից, ասելով պախան ունեմ, պախանս ասել է զոն նայողը ես պտի լինեմ, ոչ մեկը սուվերենություն չպտի ունենա։ Թաքր Քարլսոնի հետ շփվել ես, չէ՞ վրոդի, այդ տրամվի տակ ընկած անգլերենովը։ Նստի ծերից ծեր ու շադիր, լսի Թաքր Քարլսոնի հարցազրույցը Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Հակաբիի հետ։ Ու դու մի հատ ես փորձվել դրանից հետո ինձ Իսրայել ծախես, ես ամեն օր հելնելու եմ քո դեմ լայվ անեմ։ Ամեն օր հելնելու եմ քո ապուշության վրա, ես պետք է լայվ անեմ։ Нельзя такое допустить։ Այդ հարաբերությունները նրանք ստեղծել են այսպես համագործակցելով։ Իրանք չեն համագործակցում ոչ մեկի հետ, իրանք ոչ մի բանը չեն ստեղծել։ ՆԱՏՕ-ի վզին փաթաթացա Իսրայելը, որպեսի ինքը տարածաշրջանում արաբների մաման լացացնելով ապահովի պետրոդոլարի դոմինանտությունը, որը հիմա Հորմուզը Իրանը փակելով ասում է իդիցե նախույ սաղովդ։ Բենզինի գինն գիտես ուրա հելել։ Ու իրանք արդեն գնում են Ռոթշիլդների հետևից, ռուսներն էլ, չինացիներն էլ ու պարսիկներն էլ, ու ես այս բազարի մեջ Հայաստանը իրանց կողմից պետք է լինի։ Որտեւ իրանց մոտ է հոբ համակարգերը, իրանց մոտ է դրոնները ու вообще-то աշխարհագրորեն մենք ստեղ ենք։ Իսրայելը աշխարհագրորեն մեր հետ կապ չունի։ Ինքը մշակութային առումով էլ արաբների հետ ոչ մի կապ չունի ու ինքը Իրանի հետ էլ ոչ մի կապ չունի։ Ինքը ընդեղ է, որպեսի հետ գաղութատիրական ժամանակաշրջանում դե ֆակտո գաղութատիրական կարգ ու կանոն ապահովի։ Ինչից բխում է իրանց ցեղասպանական մոտեցումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Իսկ Հունաստանը Իսրայելի հետ ներգրավելուց այն որակի պետական մակարդակի համաձայնագրերը դասավորել, որ Իսրայելը չկարողանա իր վրա շպիոնություն անի։ Շատ մեծ այստեղ աղմկահարույց գործ է գնում, որ Հունաստանի քաղաքական գործիչներին Իսրայելի հատուկ ծառայությունները, այդ չերեսպանա տենց մտնելով Հունաստան, դրել են պրասլուշկի վրա։ Ու սկսել են իրենց բլաքմեյլ անել։ Սենց է աշխատում Իսրայելը։ Ու ի տարբերություն քեզ ես այդ գրքերը կարդացել եմ, ու այս այդ գործերը կարդացել եմ, դատական գործերը կարդացել եմ։ Այդ դու ես տուպոյ, դու չես կարդում ոչ մի բան, դու հելնում ես, պապատ քանի որ հոպարդ փող ունի, դու հելնում ես այդ փողը նաղդում ես ժողովրդի վրա, որ հետո էտան ու մեռնեն։ Ոնց որ Ռուբեն Վարդանյանը նաղդեց Արցախի ժողովրդին, ամենայն հարգանքով իր եսիմինչերի հանդեպ է որ սաղաթեն, ոյ բանի ձյան բանես, նո զյա, դա 150,000 հոգի տնից զրկվել է, ուրեմն թաղը մտած առաջնորդների տիրու մայրիկը։ Շարունակի։ Մենք էլ կստեղծենք այսպես համագործակցելով աշխարհի բոլոր ուժեղ ակտիվ գործոնների հետ, ոչ թե կփակվենք մեր մեջ։ Այսինքն ես փակվել եմ մեր մեջ, որ ասում եմ Ռուսաստանի հակաօթային համակարգը պաշտպանության լավագույնը ես եմ փակվել մեր մեջ, թե արևմուտքն է փակվել, երբ որ տեսել է որ Ռուսաստանի հոբ համակարգը գնա գալիս է մաման լացացնում է, ու իրանք չեն կարա Ռուսաստանում մտնեն ու Խադարկովսկի խաղացնեն, վերցնեն ամբողջ երկրի հարստությունը, ռուսներին է սարքեն մի հատ այդպես ռեզերվացիա իրանց երկրում, որոնք որևէ իրավունք չունեն իրենց ռեսուրսների հանդեպ։ Այս երեխուն вообще գեոքաղաքականությունից դաս տվող չկա, թե չեմ ջոգում։ Գեոքաղաքականությունը մաթեմատիկական ճշգրտությամբ գիտություն է, ինքը պարամետրեր ունի աշխարհագրական ու պատմական։ Մնացածը լոլոները, որը մարքեթինգի կամպանիաներով սարքվում է, in the game of power։ Որը դու պետք է մտնես շախմատ խաղաս ու պետք է դոմինանտություն ապահովես դաշտում։ Այսինքն եթե իսրայելցի գեներալի հետ Հայաստանը համագործակցի, այդ ժամանակ կոպես տենց գլովի, cool, modern, meditative, այս գադու համար, ես կհամարվեմ open-minded, իսկ հիմա ես տենց փակ եմ, ես դու Իրանին ես նամյոկանում, Իրանն է փակ, ու մի հաստեղ նուրբություն ասեմ, հիմա դու որպես ընդդիմադիր գնա գալիս եմ բանս են շարժում, որ ընկել ես քուչա, ու Իսրայելի գեներալ ես ռեկլամանում ու ասենք Երևանում Իրանի դեսպանատանը հայկական քաղաքական դաշտը մոնիտորինգ անող պարսիկ ասենք թե համապատասխան ծառայող է նստած։ Ինքը ինչ իտոգի է գալու ձեր մասին։ Եթե ինքը հիմա ամեն օր իր արտգործ նախարարությունը հայտարարում է այն երկիրը, որի տարածքում կտրամադրվի իմ թշնամական որևէ պետության ներկայացուցիչ իրագործել որոշակի գործողություն իմ դեմ, ես համարում եմ այդ օբյեկտը, որտեղ այդ կուտոկը հավաքվում է, լեգիտիմ թիրախային օբյեկտ, լեգիտիմ թիրախ է, ես պետք է տամ դրանց սատկացնեմ։
Ով է ձեր թիմում գեոքաղաքական անվտանգության պատասխանատու։ Ինձ հույն գեներալ մի ծախի, ոչ էլ իսրայելցի, ու դու մի ասա, որ հայ ազգի մեջ ու Հայաստանի քաղաքացիություն ունեցող մարդկանց մեջ չկան այնպիսի հանճարեղ ուղեղներ, որ դու Մոսկվայից իջել ես Յանեմ Քուչա Երևան տեղ, պարզվում է Երևանում չես գտել, ու ընկել իմенно Իսրայելում ես գտել։ Այսինքն Ռուսաստանի պաշտպանության նախարարության ողջ համակարգում, ռազմական ակադեմիաների ողջ ոլորտում այդ հսկայական համակարգում չկա մի հատիկ հայ, ով որ հոբ համակարգերի մասնագետ է, չկա։ Իսրայելինը լավագույնը չի, լավագույնը Ռուսաստանինն է, երկրորդ լավագույնը ԱՄՆ-ինն է, ով որ ասում է, որ դե ես հոբ եմ դնում, ընդ ռուսի հոբ չպետք է լինի, տեխնիկական կրիտերիաներով ամերիկյանը գալիս է երկու ռուսական հոբ համակարգերից հետո, երրորդ տեղում է գտնվում։ Դու ես մեզ ուր ես ուզում տանես, հələ հետն էլ ասում ես, որ դա զինվորի կյանքի անվտանգությունը ապահովում, որտե է ապահովում։ Ուկրաինացի զինվորի կյանքը ապահով է հիմա։ Ուկրաինան հաղթում է, բայց խաբար չկա։ 56 երկիր զենք, զինամթերք, հետախուզական տվյալներ, գումար, ամեն ինչ ուղարկում են։ Զինվորը, ուկրաինացի զինվորը, այսօր տենց ամենապաշտպանված զինվորն է։ Հրեա զինվորը այսօր ամենապաշտպանված զինվորն է։ Հրեա զինվորը, ով որ ունի իրավունք կրակելու անզեն պաղեստինցի երեխեքի ու ծերերի վրա, հա ինքը շատ հանգիստ է։ Բայց երբ որ պարսիկը բոմբա գցում, իրա ժելեզնի կուպլը ծակծկելով, Մոսադի բազան գմփցնում է բունկերում գտնվող օֆիցերների հետ միասին 272 հոգի ժարիտ անում տեղում։ Այդ որովհետև իսրայելցի զինվորականի կյանքը անվտանգության մեջ է, այդ անվտանգությունից դու ինձ ուզում բերես։ Դու ես քո ծերացած էշին մեր վրա ուզում ծախես որպես ջահել ջորի։ Վերջում էլ կտեսնենք, որ բոլորը պայմանավորվեցին, բոլորը զինվեցին, մենք էլ մեր զինվորին թողեցինք առանց օդային պաշտպանության։ Աման, քորանա։ Աբովյան քաղաք էր հասել դրոնը, եթե չեք մոռացել։ Հա, Աբովյան քաղաք ինչի է հասել դրոնը։ Որովհետև հոբ համակարգ, ռուսական հոբ համակարգը չի աշխատում, որովհետև իսրայելական հոբ համակարգ չունենք։ Թե որ երկրում պետական դավաճան է իշխանության, ու դու այդքան փող ու սենց ումնիկ դեմքով, զինվորի անվտանգությունից խոսալով իր հետ գնում ես ընտրությունների, ու գիտես, որ դու չես հաղթելու։ Դու պրոստը նստելու ես որպես ընդդիմություն։ Այսինքն այդ օրը ԱՄՆ-ի դեսպանը, որ հելավ ասես Նիկոլն է ընտրվել, ես չեմ կարծում, որ դու զինվորի կյանքին այս ձևի էլի վերաբերվես, որ դու վդրուկ հելնես ասես մի հատ դեսպանատունը կչորտվե մացիրի պասլատարեք հերիք եղավ բոլ եղավ։ Որովհետև 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը այդ գյադեն ամերիկյան պաշտպանության տակ էր։ Իմ համար ուժեղ քաղաքական գործիչ տղեն են մարդն է, ով որ ԱՄՆ դեսպանատան բունկերից անգամ կհանի կոկոլին կեկելի հետ միասին ու կկախի հանրապետության հրապարակում ժամացույցի տակ, հրապարակային։ Ու տենց կթողի, որ չիր դառնա, այդ այն համար տղեն, դու հիմա ստե եկել ես ինչ-որ սպիտակ կաստմով նստել ես ինձ իմ լայվին բան ես պատասխանում, ու հետո կտենակ, ու հետո որ ես իմ իշ կլնեք, ես քեզ սրանից առաջ չեմ տեսել, հիմա չեմ տենում, առավելևս հետո չեմ տենալու։ Եթե դու քո գիտելիքների առումով upgrade-իցա չլնես, ու դες պոպուլիստական այշությունները խոսած, ես քո նման մի հատ պոպուլիստի տշել սարքել եմ չուլ արդեն։ Մի հատ չէ, ասենք մի երկու հատ կուտոկներն էլ հետ է, իրար հետ միասին։ Դու մի մտի ընդե, որտեղ դու այդ քաշային կարգում չկաս։ Շարունակի։ Ասում եմ բանը, խեք պրոֆեսիոնալ աշխարհի 5 լավագույն մասնագետներից։ Ինքը աշխարհի 5 լավագույն մասնագետներից չի։ Քեզ ոչ մեկ չի ասել ինչի ես պրոֆեսիոնալ մարդու բերել։ Ես քեզ կոնկրետ ասում եմ, դու ինչի ես անպրոֆեսիոնալին բերում ու ին վրա ծախում որպես պրոֆեսիոնալի։ Դու կարաս ես հարցին պատասխանես։ Աշխարհի լավագույն 5 հակաօդային համակարգերի մեջ իր գեղը չկա։ Соответственно, ինքը չի կարա այդ գեղում առաջ прямо տենց հնգյակի մեջ է, ինքը չկա տենց բան։ Ու չկա այդպիսի բան, որ Իսրայելում 30 տարի գեներալ աշխատած մարդը Մոսադի կողմից որևէ կերպ չօգտագործվի։
կամա, ակամա, ուզելով, չուզելով, չկա տենց բան։ Դու զինվորի անվտանգություն, զինվորի կյանք, որ խոսում ես, դու հասկանում ես հատուկ ծառայությունների օպերացիայի բնույթը երկրի անվտանգության շահերից ելնելով, ինչ է իր մեջ ներառում։ Թե որովհետև հոպարը տենց ասելա կաստում շլվարդ կհակնես կհելնես միացնես բան կանես, մի հատ են որ սաղ կնստեն իրաց տեղերը, էդի տենց չի լնում։ Էսի դպրոցի խոր չի։ Մեկին բերում։ Հա։ Դուք խիչ եք արել էսի։ Ով չի արել։ 8 տարվա մեջ միլիարդավոր ձեզ հարկ ենք տվել։ Ինչու չեք արել։ Որովհետև պետական դավաճան են ու դու իր հետ գնում ես ընտրության, դրա համար էլ չի արվում, որովհետև դու ուզում ես վարչապետ լինես, որովհետև քո հոպարն է ուզում վարչապետ լինի, որովհետև Քոչարյանը ուզում է վարչապետ լինի, Քոչարյանի տղան ուզում է վարչապետ լինի, Վանեցյանն էլ է երևի ուզում վարչապետ լինի, Էլով կանդը, Բարգավաճ Հայաստանի կա Գագիկ Ծառուկյանն էլ ուզում վարչապետ լինի, Իշխան Սաղաթելյանն էլ ես վստահ եմ 10 պաշկա թաց երազներ ունեցել, որտեղ ինքը վարչապետ է։ Ձեր դալբայիբիզմը մեր բոլորի համազգային խնդիրն է։ Մեր խնդիրը դուք եք, ոչ թե Իսրայելի հոբ համակարգի բացակայությունն է Հայաստանում, այն որ չէ, դուք փորձանք եք հերիք չի, այն որ ասում է սաղ պարերը պարեցինք մնաց սարի սմբուլը, մնում է հոբ համակարգը Իսրայելից բերեք դնենք ու մնացած սաղ հայերին բռնեն բնաջնջը ու всё ախպեր փագենք այս գիրքը եթակ տներով։ Ով է այս եթիմության տակ գնացել լայք դրել, իմ մեջում երևում եք ով եք, չէ, ջնջելու եմ նախոյ։ Չի կարա մարդ սելեկտիվնի դեբիլ անասուն լինի ու հետո արդյունքներից իր գործողությունների ինքը տեն շոկի մեջ լինի, էլի։ Այս վիդեոից վրա դու էլ վիդեո չանես, կհելնեմ չեմ ալարում, ես լիքը գործ ունեմ անելու, բայց ես կհելնեմ այն բանից կանեմ։ Ես այդ գադուն Հայաստանի հողի վրա չտենամ, հասկանում ես, եթե քեզ իմ ձենը կարևոր է, вообще դու բանի տեղ դնում ես ընդդիմադիր մարդկանց։ Ես այդ գադուն չտենամ, քանի դու այդ գադու հետ ես ֆրֆռալու, դու իմ թշնամին ես։ Որտե ես տեսել եմ կոկոլ թուրքի հետ, ասել եմ իմ թշնամին է, հիմա քեզ որտե տենամ այդ գադու հետ, դու իմ թշնամին ես։ Այդ հույն գեներալով էլ համապատասխան տեղը չպաշտպանվես եղավ, դու ինձնից լավ հույներին չես հասկանում, ոչ գիտես։ Դու ոչ հույնից պաշտպանվել գիտես, դու ոչ հույնի շուստրիության մոմենտը գիտես, դու չես կարող իր շուստրիության դազի ռովկեն տաս, դու չես հասկանում այդ ինչը։ Մի մտի ինձ որտե դու չգիտես։ Ձեր թայֆաբազության պատճառն է եղել, ես եմ ասել թայֆայականությունը պրոբլեմա, ու դու դրա վառ օրինակն ես ու քո այս վիդեոն այ դրա վառ օրինակն է։ Ты никто и звать тебя никак, հասկանում ես։ Քաղաքականության, գեոքաղաքականության, պետական ապարատի, կառավարման եւ այլն։ You don't have it, ցավը տան չունես, լավ տղա ես, ապրես, լավ ընտանիք եք, սաղ լնեք, քանի հատ կենացա պետք ասենք, օջախները շեն լնի, եսի ինչ լինի, բայց քո օջախը շեն կլինի այն ժամանակ, երբ որ ինպես մարդիկ են այդպես թեմաներով զբաղվում, հասկանում ես տարբերությունը, թե չէ։ Դուք լավ կենացեք խմում։ Դալշը շարունակեք խմեք։ Դուք 8 տարի ինչ եք արել, մենք ինձ հարկեր ենք վճարում, իսկ դուք ոչ մի բան չեք արել։ Մարդը եկել է ասում է տալիս է Թուրքիայը։ Դու ասում ես օքեյ, Իրան Հական Ֆիդանը ասում է ընտրություններում ես Իրան եմ սատարելու։ Ասում ես օքեյ, ես իր հետ գնում եմ ընտրության։ Այսինքն դու դեբիլ ես, որ Թուրքին 8 տարի է հարկ ես վճարում։ Դու որպես հայ, բարերար, հարկատու, նննա, դու պրոբլեմ չունես, որ Թուրքի ջեբ փող ես լցնում։ Ու քո միակ պրետենզիան այն է, որ ինքը հոբ համակարգից չի հասկանում։ Կոկոլ են, որ սաղ նորմալ է, ամեն ինչ ճիշտ է, բացի այդ հոբ համակարգի մոմենտից ու դու հիմա ցած ու մեկ է 300,000 աշխատատեղերը։ Մեկ էլ կաթնատու կովերի կաթի քանակը։ Հեսա դու սես կմտնես կզախոդվես, ես այդ հարցերը կլուծես։ Ինքը պետական դավաճան է, դուք էլ քանի որ պաշտոնի աթոռի մեռած թայֆաբազներ եք ու ձեզ շատ կարևոր է, որ ձեր cash flow-ն ընտանեկան բիզնեսների անընդհատ շրջանառվի ու գա, դուք ընկնում եք մեյդան, ասում եք, որ դուք գնա գալիս եմ ընդդիմադիր եք, ինքը իշխանություն է խաղում, դուք ընդդիմություն, երկուսը տել Թուրքիայի, Իսրայելի, Ամերիկայի ջեբերում։ Which part is incomprehensible for you? Ով է նաղդել այդ իսրայելցի գեներալին ձեր վրա, շքամով է նաղդ, մի հատ ինձ կասես իրան ինչքան հարկեց վճարում։ Դու իմ զինվորի կյանքի անվտանգության գրավական դարձնում ես ազգային անվտանգության security clearance չանցած, այսինքն անվտանգության կրիտերիաները ոչ մի ձև չանցած, ինքը ոչ մի բանից պատասխանատու չէ, այսինքն ով է իրան ստուգել, ինքը ինչացու է։
Իրան պետքա դնես դետեկտոր լժի, դու իրան պետքա ասես դու ուրիշ երկրի համար աշխատում ես թե չէ, որն է քո երկիրը, դու դավաճանել ես Հայաստանին թե չէ, դու Հայաստանի թշնամի երկրին ինչ որ տեխնոլոգիա վաճառել ես թե չէ, այդ սա արվում է, չէ, իտո մի անգամից չեն մտցնում, չէ։ Մենք սիշ չենք փակվելու, ցենց նստենք, այդ ես եմ փակված նստած արա։ Դու բացնես։ Մա բացել երատուն, ասա բացը դու տվեց։ Այսինքն դուք տենց open-ness, որ ասում եք չփակվել, այդ նշանակում է դուք ուզում եք տենց պրամ տենց թշնամու սիրելուց սկսեք։ Ձեր գործընկեր երկրներին չեք կարում իրանց սիրելով ապրեք։ Իրանց հետ համագործակցությունը, թեկուզ հույների, որովհետև հիմա փոխված է կոնյունկտուրան։ Հիմա Հունաստանը չի կարող Ռուսաստանի հետ ունենա այն համագործակցությունը, որ կարող ունենար խոսք 2005 թվականին։ 2003, 4, 5, 6, 7, դաժե մինչև 8 ասենք, բայց հիմա լրիվ ուրիշ ռեալիաներ է։ Ու մենք Իրանի հետ բազար չունենք ախպեր, մենք թեմա չունենք Իրանի հետ։ Դու խես է գյադում բերել մեզ սարքում բան։ Չէ միջև հոբ համակարգի աստվածս բերել մեզ։ Ով ասել, որ ինքը լավագույնն է աշխարհի, ինքը պրոֆեսիոնալ է։ No, he's not a professional։ Պրոֆեսիոնալ Մոսադի ագենտ է, հարիֆա գտել, կարա կթի, օգտվի իր երկրին ինֆոտա, մեծ հաճույքով ու սիրով դա կանի։ Ինքը այն տեխնոլոգիական ՏՏ ոլորտի ծրագրերը, որ նշում է հոբ համակարգի շրջանակներում, որոնց հետ ինքը համագործակցել է, իմ մոտ արդեն տալիս է այդ կոնյունկտուրան, որտեղ քո կողմից գնահատված այս կերպարը Հայաստան ոտք դնելուց հետո Աստվածչյանի պաշտպանության նախարարություն մտնի, ես գիտեմ պաշտպանության նախարարության սաստավի ինֆորմացիան ուրա գնալու ու ինչ ճանապարհով։ Ու եթե իրանցից որևէ մեկը փորձվի չհնազանդվել Իսրայելի հերթական քենախնդիր, հոգեխախտված պսիխոպատ, շիզոֆրենիկ ինչ որ անասուն առաջնորդի կամքի, այդ մարդկանց տներով, ընտանիքով հանդերձ թիրախային, դրոնային կամ հրթիռային հարվածը հասցվելու ու սպանվեն, այդ պնը, այդ որ ծափ եք տալի, դեմիրյադ նստածներդ, իրանց համար դուք զոհ եք, մատաղացու ոչխար եք դուք, ու են որ սենց դուք գետինը չես մտնում, որ ասում ես, որ դուք շատ եք ջանք թափել, որպեսի ինքը ձեր հետ համաձայնվի աշխատել, are you kidding me? Ինքը պետք է ձեր ոտերը ընգնի, որ փորձի, ատենցները ցավը տանամ, գիտես վիզա են դնում, որ Հայաստան ընկնեն։ Հանձին քեզ իրանք հարիվ են գտել, տղա ջան, ես քեզ բացեի բաց ասում եմ, ես քանի որ հարգելի Մարիանան չեմ, որ քեզ կթելով զբաղվեմ, ու ձենես կտրեմ այնտեղ, որտեղ դու սխալ ես։ Ես քեզ դեմից եմ ասում, էս էլ է քեզ կթում։ Քանի որ դու քեզ շրջապատել ես կթողներով, այդ կթողները բերում են ուրիշ կթողների։ Պիրամիդն է սխեմա։ Ու դա անզեն աչքով կարելի է այսպես հատուկ ծառայության Իսրայելի, որ նստած ես, այդ այսպես թափանցիկ ձևի երևում է։ Ու քեզ ուղարկում են Զասլանի սիրու կազաչոկի ախպեր ջան, դու էլ մցնում ես, բայց դու չլեմ չիմանաս, խնդրում եմ ոչ մի տեղ էլ սրանից հետո չասես, որ Իսրայելի հոբ համակարգը դա աշխարհի լավագույն հոբ համակարգն է։ Դա տենց չի։ Ռուսինն է լավագույնը։ Ինչի դեմ ՆԱՏՕ-ն անզոր է, ինչի համար էլ ռուսներին այսինքն սանկցիաներ ու եսի մինչեր ակցում, ձեր ընտանիքի բիզնեսի կյանքն դժվարացնում է, ըստ այդմ։ Ու մենք քանի հասանելիություն ունենք այդ ծրագրին, պետքա պետական դավաճանին, ով որ մեր հոբ համակարգը թիրախային ոչնչացնել է տվել, որպեսի թուրքը լիքը բայրակտար ծախի, Արցախը հանձնի եւ այլն, դու պետքա ստեղ լներ ու ոչ թե սենց էշեշ բաներով զբաղված լներ իսրայելցի գեներալ բերելով, այլ պետքա սկզբում հանենք Նիկոլին բոլորս միասին, դավաճանին պետքա հեռացնել, հետո քո նման մարդիկ, ովքեր պրոստը հոպարներ ու պապաներ ունեն, բայց գործից չեն հասկանում, պետքա խոնարհաբար աչք քաշեն, խելոք կայնեն մի ուգլի վրա, որպեսի մնացած բոլոր ուժերից խելացի մարդիկ կազմեն ժամանակավոր կառավարություն ու այս պրավալնի process-ին գոնե ստոպ տան այս պահի դրությամբ։ Ու հետո նոր մենք տեսնենք մեր պետությունը որ կողմա գնում։ Դրան զուգահեռ պետքա լինի Նիկոլի ու մնացածի դատը։ Ոչ թե որ դու գնաս իր հետ ընտրության, հետո նստելու ես այս նույն դեմքով
Այն բիլակը գրկածների հետ միասին ազգային ժողովում վերընկնեք յան վճռական ու դժվար հարցեր եք տալիս բան։ Մեզ դա հետաքրքիր չի։ Ու բոլոր հայերին, անկախ նրանից դուք որ քաղաքական լիդերի հետևից եւ այլն, ով որ ուզենա խոսա ձեր երեխու անվտանգությունից, բայց ձեզ իսրայելցի գեներալը դրա համար ծախում, համարեք, որ դա թուրք գեներալ է։ Ոչ մի բանով նույն հաջողությամբ դու կարաս թուրք բերես Հայաստան։ Իսրայելն է եղել Արցախը հանձնելու ծրագրի հիմնական հեղինակը, ինչպես որ արևմտյան Հայաստանի հայաթափման հեղինակները եղել են ուլտրասիոնիստները, եւ ինչպես որ հիմա ձեռնամուխ են Հայաստանի բնաջնջմանը եւ հայերի բնաջնջմանը։ Էսա քո կարճ վիդեոները մի արա, մեղմ ասած, եթե դուք իսկապես ուզում եք ինչ-որ տենց ազգային ու եսի ինչի կերպար ունենաք, իսկական, ինձ ռեյտինգային թվեր հետաքրքիր չեն, որովհետև եթե ԵՍ-ը ասել է ու US-ը ասել է ու Թուրքիան ասել է, որ կոկոլն է հաղթելու, ուրեմն կոկոլն է հաղթելու։ Ուրեմն կամ ձեզ հիմա են առել, կամ հետո են առնելու։ Առնելուց հետո էլ ես վստահ եմ տանելու են նստեցնեն սաղիթ, պագալովնը, ընտանիքներով։ Ինչքան թուրքը մոտենա, այնքան ձեր նստելու բանը ռեյտինգը շատ բարձր է լինելու, դուք չեք կարողանալու ոչ մի բան անեք։ Իսկ եթե դու ընդունակ ես պրամը տենց հելնես փողոց, պայքար եւ այլն, ուրեմն այդ փողոցի պայքարը հիմա պետքա լինի։ Նարեկ Կարապետյանին հիշացնեմ, որ երբ որ դու մեյդանում հայտնվեցիր, մենք արդեն ենք շարժումով իմպիչմենտի նախաձեռնություն ենք խոդի գցել ազգային ժողովում, որպեսզի գնա Նիկոլը։ Դու այդ նախաձեռնությանը մասնակցելու փոխարեն, քանի որ քո քավորը Աղվանն է Վարդանյան, ու քանի որ դու իսկապես թայֆաբազ ես, ու քանի որ Աղվանը երես չունի, 10-րեսանի կերպար է, իրան բերեցիր Քոչարյանին կթացների թայֆեն, բեր գցեցիր քնջխդ, հելա քուչա, ինչ որ սկսեցիք միտինգ անել ու էլի մարդկանց ուղարկեցիք տուն։ Հետո եղավ հոգևորականների դեմ հետապնդումները, կաթողիկոսի դեմ քրեական գործի հարուցումը եւ այլն, ես իրանց դնում եմ ձեր ընտանիքի անդամների դեմ կատարվածներից ավելի բարձր։ Ու սենց ասեմ, իմպիչմենտի գործընթացը առաջ բրթելու դեպքում ձեր հանդեպ որևէ նման ոտնձգություն չէր լինի։ Եթե դու իսկապես պայքարող ես, դու ոչ թե իսրայելցի գեներալ բեր դայաղի ազգին, ու սենց անգրագետ հայտարարություններ արա, որ ցույց են տալի, որ դու ոչ թեմային ես տիրապետում, ոչ կարդացել ես, ոչ քեզ դակլադ անողներն են տիրապետում թեմային։ Եվ ուրեմն դու ազգային անվտանգության մասին ոչ միայն զինվորի կյանքը, այլ ես իմ կյանքը չեմ կարա վստահեմ այնպիսի Հայաստանի, որտեղ ինչ-որ իսրայելցի գեներալ իմ հոբ համակարգի հետ ինչ-որ անելիք ունի։ Այդ նշանակում է խարաբա ալնելու, ծախվելու է ինչ-որ Թուրքի կամ նույն Իսրայելին կամ ինչ-որ Ադրբեջանի ու գալու են ու բնաջնջեն հայ ժողովրդին, ոնց որ բնաջնջում են պաղեստինցիներին։ Ու իմ բանակին դու անուն չփորձվես դնել, պալյուբոմու։ Դու չկաս այնքան, որ գաս գնահատականներ դնես, թե իմ բանակը թույլ է, ուժեղ է, մեծ է, փոքր է, կռվել է, ոնց է կռվել, չի կռվել, none of your freaking business։ Ու դու պատերազմի ժամանակ ոչ մի բառ չես խոսացել։ Պատերազմից հետո ոչ մի բառ չես խոսացել, դու ոչ մի բան չեք արել։ Ես եմ եղել պայքարի առաջնագծում, ես այնտեղ լիքը մարդ եմ տեսել, որոնցից ոմանց դիտավորությամբ սպանել են արդեն, ես քո ռոժը ընդ չեմ տեսել։ Դու չես կարա ընդդիմության շարժման մեջ հայտնվես ու խոսես на правах собственника։ Ոնց որ Քոչարյանին բացատրեցինք, что мы не являемся его собственностью։ Այդ նույն ձև քեզ եմ բացատրում։ Ոնց որ իրանք չեն կարա ֆանարիկ անեն ու հելնեն ազգասեր Երևան միևնույն ժամանակ։ Ու իրանց ասում ենք կամ տրուսիկ հագեք, կամ խաչը վզներից հանեք։ Հիմա դու կամ անվտանգությամբ կզբաղվես, կամ իսրայելցի գեներալին նախույ կլարես к чёртовой матери։ Հասկացար։ Չես լարի, ինձնից պրծում չունես։ Իմенно ինձնից պրծում չունես։
Ոչ մի տեղ չնստես ու չասես, որ Իսրայելի հոբ համակարգը աշխարհի լավագույնն է ու այդ գյադեն աշխարհի լավագույնն է։ It's not true. You are lying. Սուտ է խոսում։ Ոնց որ Նիկոլն էր սուտ խոսում բանակցային գործընթացի մասին ու Արցախի մասին, այնց էլ էս է սուտ խոսում մեր հոբ համակարգի ու բանակի մասին։ Ու հերիք եղավ բոլ եղավ, ինչքան սս դալբայով կա փողով, հելնեք փողոց ընկնեք ու ազգ բանակ հայրենիք գորալով ազգ ու բանակ ու հայրենիք գլխատեք։ Հերիք եղավ բոլ եղավ։ Всё, այսքանն է, այսօրվա լայվն էլ կդնեմ, ես ինձ հաճախականությամբ չեմ անում, բայց ես քեզնից վիդեո չտենամ այլևս եղավ։ Ոչ մի բան չտենամ։ Այս թեմայով, այս թեման փակ թեմա է։ Ու արտացոլումը քո տգիտությունը։ Հանի այդ գյադեքին քեզ կթողներին հանի։ Հանի ռադարա, ստանդարտներ դիր կադրային, սիրուն, անպայման չի գերմանացի կոնսուլտանտ դրա համար բերես։ Ես կարամ սս լայվ անեմ հասկանաս ինչի մասին է խոսքը գնում։ Մաքրի շրջապատդ, եթե չես մաքրում, ոնց որ Քոչարյանը չէր մաքրում, ուրեմն դուք լավ էլ գիտեք ինչ եք անում, ուրեմն ձեզ էս շահավետ է, դրա համար է սենց եք անում։ Որտեվ միակ տրամաբանական ճանապարհը հիմա իրան հանելն է, հիմա իրան հանելն է, ոչ թե սենց հեքիաթներ կարդալն է։ Всё, пока։ Merci։